Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, փաստերի, անակնկալների, կարճիկների հերոստալի նորից եթերում է եւ իհարկե հաճելի է մեր ունկնդիրին ներկայացնել այն անձնավորության, ով այսօր առաջին անգամն է լինելու մեր եթերում, առաջին, բայց կարծում եմ ոչ վերջինը, որովհետեւ իսկապես հրաշալի մի հյուր ունենք, հրաշալի մտավորական Ռաֆայել Գրիգորյան, դոկ կուսակցության գործադիր խորհրդի քարտուղար, դերասան, մանկավարժ, բեմադրիչ։ Բարև ձեզ։ Պարոն Գրիգորյան, շատ ուրախ եմ, որ մեր տաղավարում եք եւ մենք այսօր իհարկե ձեզ հետ մի շարք հարցերի շուրջ ենք խոսելու, բայց քանի որ դուք այնպիսի կուսակցության պատասխանատու քարտուղար եք, որը վերջին ժամանակներս հատկապես շատ մեծ հզոր էպես բանակ ունի հետևորդների, դա վկայում է, որ հավատը, վստահությունը այդ կուսակցության հանդեպ օրեցօր ավելի է ամրապնդվում։ Վերջերս էլ տեղի ունեցավ դոկ կուսակցության երրորդ համագումարը, որտեղ դուք ընտրվեցիք այդ պաշտոնին, ես ձեզ շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Ու ինչպես ասում են, պատրաստ եք այդ ամենը ձեզ վրա կրելու, տանելու առաջ։ Այո, պատրաստ եմ, որովհետև գիտեք, ես Վարդան Ղուկասյանի առաջին անգամ եթերը, երբ որ լսեցի համացանցում, դա 22 թվականն էր, երբ նա ղեկավարում էր Արտակ Գալստյանի հետ հանրային ձայն կուսակցությունը։ Ես հաճելի անակնկալ ապրեցի։ Հիմա գուցե դա իմ արտահայտությունը մի քիչ տարօրինակ թվա որոշ ունկնդիրների համար, որ հաճելի անակնկալ ապրեցի, բայց ես հաճելի անակնկալ ապրեցի այն բանի համար, թե նա ինչ մտքեր արտահայտեց եւ իր նպատակները այնքան հենց առաջին անգամ եթերը լսելուց հետո իր նպատակները այնքան համահունչ էին իմ ներքին ցանկություններին, իմ նպատակներին, որ ես առանց երկմտելու գնացի եւ անդամագրվեցի այդ կուսակցությանը։ Հետո արդեն գիտեք, հասկանալի ինչ որ իրադարձություններ տեղի ունեցան, որ նա ստեղծեց նոր կուսակցություն, դեմոկրատիա, օրենք, կարգապահություն կուսակցությունը, եւ ես նորից անմիջապես անդամագրվեցի այս անգամ արդեն դեմոկրատիա, օրենք կուսակցությանը։ Այսինքն դուք հավատում եք Վարդան Ղուկասյանի ֆենոմենին։ Ես ոչ միայն հավատում եմ, ես արդեն նրա ղեկավար զինակիցներից մեկն եմ, ինչի մասին է խոսքը։ Ղեկավար զինակիցներից Այդ ֆենոմենը կփորձեք մեզ ներկայացնել, ո՞րն է, որ Վարդան Ղուկասյանը այսօր այդքան մեծ թվով հետևորդներ ունի։ Առաջին եւ գլխավոր բանը, որ նա ինձ գրավեց, դա նրա այն միտքն էր, այն գաղափարն էր, որ պետք է լինի օրենքի համատարած խստագույն գերակայություն, որ միայն եւ միայն օրենքը պետք է իշխի մարդկանց գիտակցության վրա եւ ընդհանրապես երկրում, որը ցավոք սրտի այսօր մեզ մոտ բացակայում է։ Օրենքի գերակայություն, այդ բառը մի քիչ բոլշևիկյան բառը ես չեմ սիրում այդքան օգտագործել, դիկտատուրա, դրա համար ես օգտագործում եմ հայկական գերակայություն, այո, օրենքի գերակայություն։ Եթե կլինի օրենքի գերակայություն, երկիրը կծաղկի։ Իսկ որպեսզի լինի օրենքի գերակայություն, կուսակցությունը պետք է ունենա հստակ իր գաղափարախոսական ձևակերպումները։ Ինչ է նշանակում գաղափարախոսություն ընդհանրապես։ Ես գտնում եմ, որ գաղափարախոսությունը դա այն գերագույն նպատակն է ժողովրդի
երկրի այն գերագույն նպատակն է, այն գերխնդիրն է, որ այդ ժողովուրդը, այդ ազգը ուզում է հասնել վերջնարդյունքում։ Դրա ձևակերպումն է։ Մինչև այդ գաղափարը չլինի, ժողովուրդը, ազգը չի կարող համախմբվել։ Ինչի շուրջ համախմբվի։ Պիտի նպատակ ունենա, որ համախմբվի, չէ, վերջնարդյունքի նպատակ։ Որը ցավոք սրտի դուք ինքներդ տեղյակ եք շատ քաղաքագետների, շատ կուսակցությունների ներկայացուցիչների հետ խոսել եք, զրուցել եք։ Ես փորձել եմ իմ փորձի ձեռնելով ասեմ, փորձել եմ ասենք հարցնել կուսակցության այլ կուսակցությունների, ասենք ծանոթ ներկայացուցիչ եւ այլն, ասել եմ դուք ինչ գաղափարախոսությամբ եք առաջնորդվում, կարող եք ձևակերպել։ Ձևակերպումը չեն կարողանում ասել։ Երբ որ ասում են մենք էս պիտի անենք, մենք էս պիտի անենք, մենք կաշառակերությունը պիտի վերացնենք, ես ասում եմ եղբայր, ինչ որ դու ասում ես, դա ոչ թե ինչն է գերխնդիրը, այլ ինչպեսն է գերխնդրին հասնելու համար։ Դու ասում ես այսպես անենք, որ ինչ լինի, որ գերխնդրի խնդիրները լուծես, ճիշտ է թե ոչ, բայց դա ինչպես հարցին է պատասխանում։ Դու կարող ես քո ինչը շարադրել։ Նույնիսկ չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում դա։ Եվ ես նվաստս մտածեցի, որ փորձեմ մեր կուսակցության համար ազգային գաղափարախոսական ձևակերպում մտածել։ Եվ այդ հարցերի շուրջ, գիտեք, ինչքան խմորումներ, ինչքան որոճումներ եմ ունեցել, մոտ 6 ամիս, մինչև դրել եմ եւ բան եմ արել, ձևակերպումները գրի եմ արել, հանձնել եմ թղթին։ Եվ հուրախություն ինձ մեր այս վերջի համագումարի ժամանակ ես ներկայացրեցի համագումարին իմ ազգային գաղափարախոսության ձևակերպումները, նախագիծը իհարկե, եւ ինձ համար շատ հաճելի անակնկալ եղավ, երբ որ համագումարը միաձայն ընդունեց այդ նախագիծը որպես հիմք եւ բավական չէ որ միաձայն ընդունեցին ուղղորդելով բուռն ծափահարություններով։ Հիմա ինչն է այդ գաղափարախոսությունը արդեն դարձնել, որտեղ գրել մեր կուսակցության կողմից, ինչ է մնացել, որ դա հասնի մեր հիմնադիր առաջնորդ Վարդան Ղուկասյանին, նրա վերջնական դատավճիռը, այսպես ասած, ստանալու համար, այսինքն նա հավանություն տալիս է, հաստատում է այդ ամեն ինչը, թե չէ։ Եվ թաքուն հույս եմ տածում, որ մեր պարոն Վարդան Ղուկասյանն էլ երևի հավանություն կտա։ Եթե կարող եմ ներկայացնել մի քանի բառով, թե դա ինչ ձևակերպում է։ Իհարկե, փորձեք։ Բանավոր իհարկե, չկարդալով, բայց ուրեմն այսպես առաջին 3 բաղադրամասեր կա այդ ձևակերպման մեջ։ Առաջինը եւ գլխավորը նա է, որ ուրեմն հայ ժողովուրդը եւ նրա յուրաքանչյուր անհատ ճանաչելով եւ ոգևորված իր հանճարեղ նախնիների մեծագործություններով շարունակողն ու զարգացնողն է Հայաստանի հզորությունը, դիրքը, հեղինակությունը, ճանաչելիությունը համաշխարհում։ Սա պետք է լինի մեր գերագույն նպատակը։ Ինչ է ուզում ես արա, պիտի իմանաս հանուն ինչ ես անում։ Այս թվարկած հանուն դրա համար, դրա։
Հիմա երկրորդ բաղադրամասը որն է, որ ես ձևակերպել եմ, թե հայը ընդհանրապես եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, նո ինչու, որովհետեւ մենք ունենք եւ այլազգի քաղաքացիներ, չէ, Հայաստանի Հանրապետության։ Հայ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ինչպես պիտի ապրի, նրա գոյաձև, կեցուցած ձևը ինչ շրջանակներում պիտի լինի։ Եվ այսպեսի ձևակերպում եմ ներկայացրել։ Երկիրս նոր միայն ես, երկրիս նոր միայն ինձ։ Հակառակ ձևով մտածող Հայաստանի քաղաքացին կամ հայը դառնում է կարգազանց եւ թույլ է տալիս պատժելի արարք։ Այո։ Շատ բարձ եւ ընկալելի։ Այո։ Դու արագ քո երկրի համար երկիրը դա այն միավորն է եւ այն գերբնական ուժը, որ նա երբեք քո առաջ պարտք չի մնա, բայց դու պիտի առաջինը անես։ Դրա համար երկիրս նոր միայն ես, երկրիս նոր միայն ինձ։ Եվ երրորդ բան կոչել եմ, անվանել եմ քառամիասնություն։ Քառամիասնությունը հետևյալն է. Հայաստան, հայ, հայերեն, հայեցի։ Սա արդեն մեր ազգային գաղափարախոսության ողնաշարը պետք է լինի։ Եվ այնտեղ ամեն մի անվանման տակ վերծանումներ կան, որ ասենք մի 7-8 կետից բաղկացած են, ես չեմ ուզում ծանրաբեռնեմ եթերը, այդ բոլորը շահադրելու համար, բայց ամեն մի այդ քառամիասնության ամեն մի բաղադրամասի մեջ կա իր բացատրությունները, ինչ է ենթադրվում ասելով Հայաստան, ինչ է ենթադրվում ասելով հայ, ինչ է ենթադրվում ասելով հայերեն եւ ինչ է ենթադրվում ասելով հայեցի։ Սա պետք է լինի այն հենասյունը, որի շուրջը պետք է համախմբի հայը եւ ստեղծի իր դրախտային երկիրը։ Պարզ է։ Պարոն Գրիգորյան, դե քաղաքական զարգացումները այնպեսին են, դուք երևի իհարկե տեղյակ եք, որ վերջին շրջանում սոցհարցումներ են անցկացնում, ոմանք առաջին տեղը տալիս են ներկայ իշխանություններին, հետո նշում մի քանի այլ կուսակցությունների միտումնավոր չեն նշում դոկ կուսակցության անունը։ Ինչ կարող եք ասել այդ մասին։ Դա այն շարունակությունն է այն բանի, թե որտեղ է գտնվում հիմա հիմնադիր առաջնորդը։ Դա նրա այդ բանի շարունակությունն է։ Դրան մեկուսացրել են։ Այո, բայց երբ ենք ի վերջո նրան ազատության մեջ տեսնելու։ Դա գիտեք ինչ, բարձվեց, որ բավականին բարդ եւ դժվար գործընթաց է, որովհետեւ բարձվում է, որ պատվիրատուները այնքան էլ հասարակ սուբյեկտներ չեն, հասկանում եք։ Այնքան էլ մեղմասած պարկեշտ մարդիկ չեն։ Այո, բայց կուսակցությունը լիահույս է, կուսակցությունը հավատով զինված է, որ նույնիսկ եթե ընտրության օրվանից մի օր առաջ էլ Վարդան Ղուկասյանը հայտնվի ազատության մեջ, կուսակցությունը հաղթելու է։ Հա, շատ հետաքրքիր կարծիք հայտնեցիք։ Տեսեք, ես ասացի, որ դուք ոչ միայն դուք կուսակցության պատասխանատու քարտուղարն եք, այլ նաև դուք ձեր մասնագիտությամբ մանկավարժ եք, դերասան, բեմադրիչ, այսինքն մշակույթի ոլորտը ներկայացնող մի անձնավորություն։ Այ մի փոքր խոսենք մեր մշակութային կյանքի մասին, առաջիկայում այստեղ ինչ զարգացումներ կարող են լինել։ Առաջիկայում չէ, պարոն Հուշյան, ես ունեմ մշակած նաև կրթական, մշակութային, քաղաքականության,
այդտեղ ես արդեն ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում, Այո, իմ դա իմն է եւ այդ քաղաքականության գործընթացների մշակումն ունեմ, թե ինչ պիտի արվի։ Գիտեք, չափազանց բարդ, խճճված եւ քաոսային վիճակ է մեր այս ոլորտում։ Ես չեմ ուզում մեղադրեմ, ասեմ, գիտեք, դա նախկիններն են մեղավոր, այստեղ ներկաներն են մեղավոր, նույնիսկ արդեն անձնավորում են, որ այսօրվա նախարարն է այս անում, այն անում։ Ես պարզապես հաշվի առնելով բոլոր տեսակի, քանի որ ես դրա մեջ եմ, Այո, գիտեմ եւ լավ կողմերը, գիտեմ եւ թույլ կողմերը, ես մշակել եմ իմ ծրագիրը եւ այդ ծրագիրը ես պիտի աշխատեմ, անեմ ամեն ինչ, որպեսզի կարողանամ դարձնել իրատեսական, շոշափելի, ինչի համար, որովհետեւ գիտեք, նախ ամբողջությամբ ավիրված է ազգայինի իմաստը մեր եւ կրթության մեջ, կրթական համակարգում եւ մշակույթում եւ արվեստում։ Մենք անընդհատ մոռանում ենք, որ մենք մեր գլուխը չենք գովում, այլ մեզ են գովում այլ երկրների պատմաբանները, հնագետները, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, որ Հայաստանը դա համաշխարհային քաղաքակրթության բնորանն է։ Ասում են թե ոչ։ այո, իհարկե։ Ասում են։ Բայց մենք այսօր այն աստիճանի ենք դարձել պարզունակ, որ փոխանակ, եթե մենք քաղաքակրթության օրրան ենք, այսօր մենք իրավունք ունենք ակնկալելու, որ մեզնից պիտի օրինակ վերցնեն, մեզնից պիտի տանեն, մեզ պիտի ընդօրինակեն, բայց հայ ազգը այսօր այն ահավոր վիճակի մեջ է իրեն դրել, որ ստրկամտորեն, հաճոյամոլորեն, ես չգիտեմ ինչ նմանակում եւ ընդօրինակում է օտարների արվեստը, օտարների մշակույթը, այն էլ վատորակ ձևերի մեջ, մոռանալով, որ ախր մշակույթն ենք մենք տվել համաշխարհին։ Եվ իմ գլխավոր նպատակը նա է, որ հասցնենք մեր երկիրը մշակութորեն, կրթական առումով, այն մակարդակին, որ ցանկացած մարդ, դրսից եկող մարդ, անպայման տեսնի, լսի, դիտի եւ աշխատի ինչ-որ մի բան լավ իմաստով մեզանից գողանա ու տանի, ոչ թե մենք նմանակենք։ Մեր քաղաքում ինչ է տեղի ունենում։ Դուք հայերեն որևէ անվանում տեսնում եք։ Դուք հայատար որևէ մեծ տառերով գրված ազդագիր կամ չգիտեմ ինչ տեսնում եք։ Առաջ սովետի իշխանության տարիներին ռուսամոլությունն էր։ Հիմա ռուսամոլությանը արդեն գումարվել է անգլամոլությունը, ամերիկամոլությունը։ Այդ մոլությունը պիտի նրանք ցուցաբերեն մեզ ինչ տանելու, ոչ թե մենք։ Իմ մշակած քաղաքականությունը եւ ես ձեզ ասեմ, դա պետք է դառնա հայի հոգեբանությունը, որ մեզնից պիտի տանեն, ոչ թե մենք պիտի խոհանանք նրանցից։ Դա պիտի հոգեբանություն դառնա հայի, բայց ցավոք սրտի նախնական շրջանում դա պիտի լինի պատժամիջոցների միջոցով։ Եվ գիտեք, դա այդ դեպքում, որ մենք մոռանում ենք, որ նույն գերմանացիները, ֆրանսիացիները, անգլիացիները չունեն իրենց սեփական տառերը, լատիներենից են օգտվում, իսկ մենք ունենք մեսրոպյան այդ գանձը, եւ մենք հայերենը չենք։ Մեսրոպյան գանձը ունենք, պարոն Ղուշչյան, ապշում են,
բանը խոսացական լեզվով ասած դիվոտում են, երբ որ սկսում են վերցանել դրսի գիտնականները, երբ որ սկսում են վերցանել մեր հայկական այբուբենը, 7 քիմիական Մենդելեևի 7 քիմիական էլեմենտները մեր այբուբենի մեջ կան իրենց տեսակարար կշռով, անվանումով, չգիտեմ, դա ֆանտաստիկ բան է։ Չկա նույնիսկ չինական կամ ճապոնական այդ հսկայական հիերոգլիֆները իրենց մեր բան չեն պարունակում։ Մեր այբուբենը մի առեղծվածային, մի անկրկնել դա ազգային սնապարտություն չէ, ես հիմք եմ ընդունում դրսի մարդկանց, գիտնականների, մասնագետների կարծիքները եւ արտահայտվում եմ այսպես։ Ես պարծենկոտություն չեմ անում։ Այլ ես ուզում եմ, որ մենք վերադառնանք մեր ակունքներին եւ շարունակենք համաշխարհին տալ այն հանճարը, որը իր մեջ ամբարած ունի հայը եւ հայ ժողովուրդը։ Այո, դե այս ամենին ավելացնենք, որ ներկայիս մեր մշակույթի գիտության կրթության նախարարը որոշել է, որ դպրոցական դասագրքերից պիտի հանվի Մեսրոպ Մաշտոցի նկարը, սա սարսափելի է, ես չգիտեմ, այս իշխանությունները մարմնի որ մասով են մտածում։ Սա խայտարակություն։ Մարմնի յուրաքանչյուր մաս ավելի ողջամիտ մտածելակերպ ունի, քան այսօրվա մտածողները։ Ես այդպես եմ մտածում, բայց նորից եմ ասում, մի փոքր էլ համբերենք, քիչ է մնացել։ Չի հնարավոր չի, գիտեք, ժողովրդական ասացված կա, ջուրը մինչև չպղտորվի, չի կարող պարզվել։ Եվ հակառակը, պարզ ջուրը երկար կարող է եւ չգոյատևել կպղտորվի, բայց միշտ լավատեսությունը ինչի մեջ է, որ պղտորվելուց հետո նորից պիտի պարզվի։ Երևի մենք այս ժամանակաշրջանն ենք ապրում, որ ջուրը պղտոր է, պիտի պարզվի։ Բայց նաև ես հույսով եմ եւ հավատով եմ, որ այդ պարզվելու ընթացքին քիչ է մնացել, որ կայանա։ Ես իհարկե ուզում եմ ձեզ հավատալ, վստահել, որ այդպես է լինելու է, որտեղ դուք կուսակցություն այն բացառիկ կառույցներից մեկն է, որը այս ժողովրդի վաղվա օրվան հարցերով է մտահոգված, որ ստեղծենք երկիր, որ յուրաքանչյուր հայ մարդ երազի ապրել այս երկրում, աշխարհի որ անկյունում էլ գտնվելու լինի, մտածի, որ անպայման պետք է գալ Հայաստան, պետք է այստեղ միավորվել, համախմբվել եւ գնալ դեպի վաղվա պայծառ օր։ Մինչև այստեղ մենք մեր էներգետիկ հզորությունը չհզորացնենք, չավելացնենք, դրսից չեն գա։ Բայց մենք ոչ թե պիտի կանչենք, ասենք եկեք էլի, չէ որ ձեր հայրենիքն է, եկեք շնացրեք, հայրենիքի պիտի անի ստեղծի, որ այնտեղից իրենք ներքին բուրըն ցանկություն ապրեն եւ ուզենան վերադառնալ։ Եվ մի հարց էլ ասեմ, ես մեծ հույսեր եմ փայփայում նաեւ, գիտեք ինչ առումով, որ մեր Վարդան Ղուկասյանը մի լավ ճիշտ քայլեր կատարեց, որ պարոն Լևոն Բաղդասարյանին ընտրեց, դարձրեց մեր նախընտրական շտաբի, գլխավոր շտաբի ղեկավարը, ինչու, որովհետև մեզ նաև իսկապես կենսականորեն անհրաժեշտ էր նաև արհեստավարժ իր գործը գերազանց իմացող իրավաբան։ Ինչը պակասում էր ձեզ։ Եվ շնորհակալություն, որ եկաք։ Սիրելի բարեկամներ, մենք այսօր համոզվեցինք, որ իսկապես հրաշալի հյուր ունեինք մի անձնավորություն, ով, ինչպես ասում են, ոչ միայն դոկ կուսակցության պատասխանատու քարտուղարն է, այլ չափից ավելի լավատես անձնավորություն, ով հավատով է նայում մեր վաղվա օրվան։
Այսօր այսքանը ցտեսություն